Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Սիրելի գործընկերներ եւ բարեկամներ, նոր տարին լավ առիթ է մի պահ կանգ առնելու, հետ նայելու եւ հստակ քայլերով առաջ շարժվելու համար։ Անցնող տարում հաստաբանական գրասենյակը պաշտպանեց արժեքները, կանգնեց սկզբունքների կողքին եւ հավատաց, որ իրավունքը ծնում է պատասխանատվություն։ Հավատացած ենք, որ իրավաբանությունը ծնվում է ոչ միայն օրենքի իմացությունից, այլ նաեւ մարդկային ազնվությունից, ուղիղ խոսքից եւ պատասխանատվությունից յուրաքանչյուր որոշման մեջ։ Մուտք գործելով նոր տարի մաղթում ենք խաղաղություն, համարձակ ծրագրեր եւ բարձր վստահություն։ Թող 2026-ը լինի արդար եւ հաջողություններով լի տարի։ Լև գրուպը շարունակելու է անել այն, ինչ անում է լավագույնս՝ պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունը, վստահել եւ առաջ շարժվել։ Հալեպի Աշրաֆիա եւ Շեխ Մաքսուդ շրջաններում բախումներ են սկսվել կառավարական զորքերի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Ուշագրավ է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան Դամասկոսում բանակցություններ է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալանի հետ միաժամանակ։ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին էլ կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի եւ քրդերի միջև բախումների սկսվելուց հետո մնալ իրենց տներում։ Սիրիական մոնիթորինգային կենտրոնի տվյալներով մարտերի հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի։ Սիրիայում թուրքամետ կառավարության եւ երկրի մի քանի այլ ուժերի բախման ֆոնին Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Հալեպի շրջան։ Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչը։ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթներ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա հերթական անգամ անտեսել է հավատացյալներին հրաժարվելով ցուցարարների հետ կենթանի շփումից։ Արդյունքում հայ համայնքը ստիպված տեսաղերս է ձայնագրել հենց եկեղեցու բակում իր բողոքն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հալածանքների դեմ։ Համայնքը պահանջում է դադարեցնել հայ առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի հետ միասին ազատ արձակել բոլորին բանտերից։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է. «Մեր թիմերը քրտնաջան աշխատում են բոլոր ուղղություններով, պատրաստում են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն»։ Իր հերթին Փաշինյանն էլ նշել է, թե տարածաշրջանում շատ կարևոր եւ բարեբախտաբար դրական զարգացումներ են տեղ ունենում եւ ցանկացել է շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ռուսաստանի Դաշնության նախագահի աջակցության համար։ Եվ ինչպես մենք ասում ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, ասել է Փաշինյանը, նշելով, որ դա արդեն տեղի ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով, ինչը ըստ Փաշինյանի իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես արդեն նշեցինք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ, հայտարարել է Փաշինյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հայկական Եփրեմ բրենդի զարդերը փայլել են Էմիլին Փարիզում սերիալի 5-րդ եթերաշրջանում։ Այսպես անակնկալ մատուցելով հայ երկրպագուներին։ Այստեղ նորաձևությունը կրկին կենտրոնական տեղ է զբաղեցնում եւ սերիալը բացահայտում է ոճի, փայլի եւ անմոռանալի կերպարների նոր ժամանակաշրջան։ Այսօրվա համար այսքանն է։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։